Բարի առավոտ, սիրելի հեռուստադիտողներ։ Նրանց ովքեր նոր միացան։ Այո, նրանց ովքեր մեզ նոր միացան, նոր արթնացան, պատրաստեք ձեր սուրճերը, որովհետև այսօր մենք չենք հեռանում երաժշտությունից։ Չենք հեռանում եւ ջազից անցում կատարենք դեպի էստրադա, դասական երաժշտության հետ գեղեցիկ համագործակցությամբ։ Նրա ձայնն անհնար է շփոթել։ Միշտ ներկայացնում են նոր երգեր, տեսահոլովակներ, հետաքրքիր զուգերգեր ու իհարկե որակով աշխատանքներ։ Սիրով ներկայացնենք մեր հյուրերին։ Այո, ես շտապ եմ սիրով ներկայացնել մեր հյուրերին, տաղավարում են Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանը, բարի առավոտ։ Բարի առավոտ։ Տաղանդավոր սիրված բազմաթիվ մրցույթների դափնեկիր, երգչուհի, մեր շատ սիրելի Սոնա Շակելձյանը, բարի առավոտ։ Եվ օպերային երգիչ Գառնիկ Եղիազարյանը, բարի առավոտ, շատ շնորհակալություն հյուրընկալվելու համար, ուրախ ենք ձեզ տեսնել, մեզ համար բավականին մեծ պատիվ է ձեզ հետ այսօր զրուցել։ Նմանապես։ Նախ ամենասկզբից գանք, ինչպես ստացվեց համագործակցությունը, ինչու որոշեցիք այն զուգերգով։ Խնդրեմ Տիկին Զարիֆյանը պատմի։ Խնդրեմ Տիկին Զարիֆյանը։ Մենք շարունակենք։ Մեծ սիրով։ Համագործակցությունը վաղուց է ստացվել Սոնայի հետ։ Դեռ Սոնան երբ սովորում էր Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում եւ իմ ուսանողուհիներ, ես միանգամից նկատեցի նրան որպես վառ անհատականություն, որպես արդեն կայացած երգչուհի դեռ ուսանող տարիներից։ Ու մեր կապը այստեղից սկսվեց։ Ես սկսեցի ստեղծագործություններ գրել հատուկ Սոնայի համար, որը փայլում կատարում էր այդ ստեղծագործություններ տարբեր բեմերում, սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ, իմ հեղինակային համերգներին, տարբեր համերգներին, նաև մի քանի 5 տեսահոլովակ ունենք իրար հետ նկարահանված եւ արդեն այն պահը հասունացա, որ պետք է դուետ։ Ես շատ էի ցանկանում, որ դուետ լինի անպայման եւ դուետը լինի այս տեսակի, որ ակադեմիական երգեցողությամբ պետք է լինի երգիչ եւ փոփ երգչուհի պետք է լինի։ Դա իհարկե ինքնանպատակ չէր, բայց ես ցանկանում էի, որ նմանատիպ ստեղծագործություն ունենայի։ Սոնային առաջի հերթին գրեցի, ասի Սոն ջան, ասեց մի հատ ստեղծագործություն կա, մի հատ կցանկանամ, որ լսեց, շատ հավանեց, հետո Գառնիկին արդեն դիմեցի, Գառնիկի հետ այդպես չենք համագործակցել, մեր առաջի համագործակցությունն է, բայց շարունակելի կլինի անպայման, որովհետև շատ գեղեցիկ տեմբր ունի, բարիտոն է, եւ Սոնայի հետ շատ գեղեցիկ ձայները ձուլվել են։ Մենք պատմությանը ծանոթացանք, իմացանք, որ Սոնային ուսանողական տարիներից եք դասավանդել Այո, դասավանդել եք։ Ու վստահաբար դուք հենց այնպես ուղղակի ձեր գրածները չեք բաժանում։ Իհարկե չեմ բաժանում։ Իհարկե չեմ բաժանում։ Երբ առաջին անգամ որոշեցիք, որ պիտի Գառնիկը մասնակից լինի Սոնայի հետ, ինչ զգացողություններ եղան երգը արդեն ամբողջապես լսելուց հետո։ Ինչ ասացի։ Ասեմ ձեզ, սկզբնական շրջանում ես երգչի հետ ինչպես եմ ծանոթանում, լսում եմ իրան, անպայման լսում եմ, եթե նրա տվյալները, ձայնային տեմբրը համապատասխանում է տվյալ ստեղծագործությանը, ես մեծ հաճույքով համագործակցում եմ։ Այդպես եղավ Գառնիկի հետ, ամեն ինչը համապատասխանում էր, մնում էր որ միայն ձայները ձուլվեն միմյանց, որովհետև քանի որ բարիտոնը ինքը շատ մեծ ձայնածավալ ունի, նույնն էլ կարող եմ ասել Սոնայի մասին, որ շատ մեծ ձայնածավալ ունի, շատ համահունջ են իրար հետ, ձայները ձուլվել են, շատ գեղեցիկ դուետ է ստացվել։ Իսկ ով է խոսքերի հեղինակը։ Մարիաննա Գրիգորյանը շատ գեղեցիկ խոսքեր է գրել եւ մի քանի իմ ստեղծագործությունների հեղինակ նա է հանդիսանում նորից։ Սոնա, ձեր տեսանկյունը լսենք։ Շարունակեք մի փոքր պատմությունը։ Ես Տիկին Զարիֆյանի հետ շատ համագործակցություններ ունեցել եմ, ասվեց արդեն, դրա մասին խոսվեց եւ ինձ համար էր մեծ պատիվ, ինչու ոչ, քանի որ ես բավականին երկար եմ աշխատում երգարվեստում, արդեն մոտ կլինի 30 տարի, ինչ բեմում երգում եմ, պրոֆեսիոնալ բեմում, եւ իհարկե գիտեք ինչ, Տիկին Զարիֆյանի երգերը ամեն մարդ չի կարող կատարել, դա երգեր չեն, դա ինձ համար ստեղծագործություններ են, դա մնայուն արժեքներ են ու շատ բարդ են իրականում թե կենթանի երգես, թե ուղղակի ձայնագրվես։ Ամբողջը իհարկե սիմֆոնիկա, կենթանի նվագակցություն,
դա շատ կարևորում եմ ես բնականաբար եւ իհարկե ես իմ տեսակետն եմ արտահայտում, ես իմ ձևով եմ այդ լուծումները տալիս, գրվում է, մենք չենք շատ սիրում ինչ որ փոխել, ոնց ինչպես ստեղծագործությունը գրվում է, պահում ենք, պահպանում ենք, դա շատ կարևոր է, բայց մեր միտքը արտահայտում ենք։ Ես չեմ ուզում ինձ գովեմ, բայց այն երկշույներից եմ, որ սիրում եմ փոփոխություններ անել, բայց չափի մեջ, այսինքն յուրաքանչյուր ստեղծագործություն, յուրաքանչյուր երգ։ Եվ նաև ուրախ եմ, որ Գառնիկի հետ զուգ երգ ունեցա, Գառնիկին նաև բացահայտեցինք։ Ու կարևորում եմ այն, որ Գառնիկն էլ կենթանի շատ լավ է երգում։ Ես առհասարակ կողմնակից եմ կենթանի կատարումներին։ Այո։ Ու բազմաժանր եմ սիրում։ Չգիտեմ, երևի ինձ մոտ ստացվում է, դրա համար եմ սիրում։ Շատ է ստացվում, դրա համար ձեզ բոլորը անչափ։ Ես միավոր չեմ սիրում, ես էլ ձեզ եմ շատ սիրում։ Միավոր չեմ սիրում հանդես գալ, անհետաքրքիր է։ Չէ, ես մարդկանց գնահատում եմ իրանց արվեստը բնականաբար ամեն մեկ ունի իր ոճը, բայց ցանկանում եմ լինել տարբեր։ Քանի որ ես խառնվածքով իմ էությամբ տարբեր եմ, չեմ կարող նույնը անել, նույն Եվ ես գործը կարծում եմ, անել։ որ որպես արտիստ բազմաժանր լինելն ամեն դեպքում աճի գործոն է։ Աճում են մարդիկ։ Ոնց կասեք, այո։ Համամիտել, Սկսենք դրանից, որ պետք է կարողանա։ Այո, իհարկե, միանշանակ։ Գառնիկ, ինձ շատ հետաքրքիր է, դուք ունեցել եք մինչ այս երգը էստրադային ժանրի որևէ արտիստի հետ ինչ որ համագործակցություն։ Համագործակցություն չեմ ունեցել, բայց մեր օպերայում էստրադա, ջազ այդ ոճի մեջ ներկայացում եմ երգել։ Տուլուզ Լոտրեկ ներկայացման մեջ եմ երգել, հոր դերն եմ կատարել, մյուզիկլ։ Հենց Շարլ Ազնավուրի գրած։ Էդ է եղել, հենց ընդհանուր առմամբ ինձ համար հոգեհարազատ է փոփ երաժշտություն ընդհանուր։ Ամեն տեսակ էլ սիրում եմ, փորձում եմ իրապես լինեմ, եթե պետքա կատարեմ դա։ Լավ, ես գործս խնդրեմ, ներողություն, շարունակեք։ Իսկ իմ ընդհանուր իմ մասնագիտությունը հենց օպերային երգիչն է, դասական աշխարհ։ Ես կարծում եմ հիմա ճիշտ ժամանակն է սիրելի հեռուստադիտողին ներկայացնելու երգն ու տեսահոլովակը, որպեսզի իրենք արդեն պատկերավոր կարծիք կազմեն երգի եւ տեսահոլովակի մասին ու վերադառնանք, շարունակենք մեր հետաքրքիր զրույցը։ Անեացած իմ հոգու ինչպես պինուս հայտնվեցիր ու գերեցիր Հավերժացա ես քո մեջ անվերադարձ Քեզ սիրեցի ես քեզ տրվեցի Քեզնով ողջ մի կյանք սիրով թող դեպի վեր մեր ճախրակը լինի Քեզնով երազանքներով հավերժանակում ենք շուրջ մենք դառնանք
երաս մի լուսե երկնից պոկված ինչպես է կյատ բայց իրական Քեզնով ոչ մի կան սիրով թող դեպի վեր մեր ճախրանքը լինի Քեզնով երազանքներով հավերժանանք ու մեկ շուրջ մենք դառնանք հավերժ միայն քեզ հետ Ինչպես մի երկնային արգև սեր Ինչպես մի ջերմասնող արև սեր Ինչպես պատրան Ինչպես ճախրան Ինչպես երաս հավերժական Ինչպես պատրան Ինչպես ճախրան Ինչպես երաս հավերժ քեզ Մենք վերադարձանք։ Վերադարձանք սիրելի հեռուստադիտողներ։ Շատ համահունչ երկին տեսահոլովակ էր նաև։ Տեսահոլովակի գաղափարը ինչպես եղավ, ոնց եղավ, Սոնա։ Ես ցանկացել եմ, որ տեսահոլովակը լինի, քանի որ ես ամեն տարի ներկայացնում եմ տեսահոլովակներ, երգեր, ոնց որ դուք նշեցիք, այդպիսի տարի չի եղել, որ ես չաշխատեմ, միշտ աշխատել եմ, գրեթե իմ հանդիսատեսի համար, բայց կոնկրետ այս ստեղծագործությունը ցանկացա, որ ունենա տեսահոլովակ։ Ինքը միաձուլվեց, այսինքն ես ասեցի Տիկին Զարիֆյան անպայման տեսահոլովակ ունենալու, իմ խոստումը պահեցի, ինչպես միշտ, եւ շատ համահունչ տեսահոլովակ է ստացվել, ինքը սիրուն, մնայուն, դասական, ավելնորդություններ չկա եւ միտքն էլ ա եղել մերը համատեղ ռեժիսորինը Սևակից շնորհակալ ենք, որ ստացավ այն ինչ ուզում էինք, բնականաբար այդ գեղեցիկ պարը, գեղեցիկ խաղը, այդ գեղեցիկ դալիճը, իդեպ շնորհակալություն Էջմիածինի Կոմիտասիավան մշակույթի տանը, իրենք ամեն մարդու չեն տրամադրում դալիճներ, իրենք լսում են երգը, ստեղծագործությունը, իհարկե Տիկին Զարիֆյանին, Գառնիկին եւ սիրով համաձայնվեցին եւ ասեցի, որ գեղեցիկ աշխատանք ենք ներկայացնելու իհարկե այս բեմից, բնականաբար արժեքավոր եւ ցանկացանք ունենալ տեսահոլովակ եւ ունեցանք տեսահոլովակ։ Գառնիկ, բազմաթիվ հազարավոր դիտումներ ունի արդեն տեսահոլովակը YouTube-յան հարթակում, հետաքրքիր է դուք որպես օպերային երգիչ, ինչպիսի արձագանքներ ստացաք այսպիսի ժանրում հանդես գալուց հետո։ Ինքը մեր հայկական շոու բիզնեսում, հա, նոր էր, մարդիկ շատ են հավանել։ Ինքը որպես դուետ նորմայից դուրս է, այսինքն բալադա, շատ գեղեցիկ գրված գործ է, Տիկին Զարիֆյան ջան, եւս մեկ անգամ շատ շնորհակալություն։ Գառնիկի միտքը եղավ, պարողներից էլ կարող ես խոսել։ Այո, մեր պարը տեսահոլովակի մեջ բեմադրել է իմ ընկերս Արա Ասատուրյանը, որը որ մեր օպերային թատրոնի խորեոգրաֆն է եւ ռեժիսորների ղեկավարն է։ Որի համար շատ շնորհակալ ենք իրենից։ Ինչից խոսեմ, որ ճիշտ է։ Քանի որ ինքը դասական ոճի մեջ է գրված, ստեղծագործությունը սիմֆոպոպուլյար ժանրում է գրված, հիմքը դասական է եւ ձայնագրության ընթացքում օգտագործվել են կենթանի գործիքներ, այսինքն կենթանի հնչողություն է։
այդտեղ եւ համերգի ժամանակ նույնպես նվագակցել է սիմֆոնիկ նվագախումբը եւ պետք է համահունչ լիներ իհարկե բալետային ներկայացման փոքրիկ ներկայացման ինչ որ հոլովակ, որ ամեն ինչը դառնա իսկապես դասական ոճին շատ մոտ, քանի որ այստեղ գնում է սինթեզ դասական երաժշտության, պոպուլյար երաժշտության եւ իհարկե դասական պարը ինքը ավելի տենց պոպուլյար ոճի մեջ էր, որը որ շատ համահունչ էր ստեղծագործությանը։ Սոնա, խնդրեմ նաև խոսենք Իզուրեի երգի եւ տեսահոլովակի մասին։ Ովքեր են հեղինակներում հետ եք համագործակցել։ Անիտա Հախվերդյան, Արսեն Բարսամյան։ Այո, դա էլ ներկայացրել եմ, ճիշտ է, մինչ այս երգը դա է պրիմերա եղել, այնուհետև մեր գեղեցիկ քեզ հետ քեզնովը, դա էլ գեղեցիկ ստեղծագործություն, գեղեցիկ երգ էր, ինքը իմ կատարմամբ, էլի պատմություն ուներ եւ իհարկե գեղեցիկ տեսալովակ լուծումներով շատ Ինչպես սկզբնական սիրվել է շատ, այդ երգն էլ է սիրվել, սա էլ է շատ սիրվել, որտեղ ամենտեղ երգում եմ, ու գիտեք, մեզ համար կարևոր չի դիտելությունը լինի շատ։ Չէ, լավ բանը միշտ էլ ավելի մի քիչ կարող են դիտել, բայց կարևորը որակն է ինձ համար, արժեքը մնայուն։ Թե չէ երգեր լսում ենք, որ ասենք մի օր երկու օր լսում ես ու հաջորդ օրը ասենք երգը պետք է ստեղծագործությունը պետք է տարիներով վայելես, տարիներով, ոչ թե մի քանի օր լսես, էլ հետո չուզենաս լսել։ Ձեր սկզբնական խոսքում նշեցիք, որ հանդիսատեսին շատ սպասեցնել չեք տալիս եւ անընդհատ աշխատում եք։ Որպես ամփոփում կխնդրենք մայիսի 3-ին կայանալիք համերգի մասին էլ ամփոփ խոսենք։ Այո, Էջմիածինում ունեմ գեղեցիկ համերգ, կենթանի կատարումներով, բոլորին հրավիրում եմ, սիրով սպասում եմ։ Ոչ թե միայն Էջմիածին քաղաքում չեմ ունեցել, շատ ամեն ամիս գրեթե ունենում եմ տարբեր համերգներ, կենթանի կատարումներ ու սպասվում է շատ անակնկալներ ու մեծ համերգ իհարկե արդեն Երևանում բնականաբար, արտերկրում եւ ունեմ էլի պրոյեկտներ, որի մասին արդեն հետո հաջորդից կխոսեմ, սիրով։ Շնորհակալ ենք շատ հյուրընկալվելու համար։ Գիտես, Լիլիթ, կարծում եմ կհամաձայնես, որ շատ հաճելի է, երբ որ սիրված մարդիկ են, տաղանդավոր հետաքրքիր մարդիկ են մեզ հյուրընկալում։ Տիկին Զարեֆյանը թե ընդհանրապես երաժշտական աշխարհում կոնսերվատորիայում ինչպիսի սեր եւ հարգանք եւ այլն, ես դա շատ լավ գիտեմ։ Այո, Գառնիկը դասական աշխարհում ինչքան սիրված է, իսկ Սոնան դե ընդհանրապես հայ ժողովրդի սիրելի ձայնը, երգչուհին հպարտությունը նաեւ, որ պատիվ ունենք ձեզ այսօր հյուրընկալելու։ Սիրով։ Շնորհակալ ենք։ Շատ շնորհակալ ձեր հեռուստաընկերությանը, ողջ անձնակազմին, ձեզ իհարկե անչափ շնորհակալ ենք։ Ձեզ նույնպես շնորհակալություն, մենք ուզում ենք, որ այսպիսի համագործակցությունները շատ լինեն մնային արժեքները, որոնք այս պահին մեզ պակասում են։ Այո, բնականաբար։ Շնորհակալություն։ Շնորհակալ ենք։ Դեն սիրելի հեռուստադիտողներ, այս պահին ընդմիջ ենք Կարճատև գովազդով եւ կվերադառնանք մեր ընթացքին։